Եթե ես հանդիպում եմ մարդու եւ ինքը ինձ ասում է, «Օ, ես վաղը ժամանակ չունեմ, մյուս օրն էլ չունեմ», ասենք դի հանդիպենք մի հատ մի ժամով մեծ գործ կա քննարկելու։ «Օ, մյուս օրն էլ չունեմ, այս շաբաթ ես զբաղված եմ լինելու, այ մյուս շաբաթ չորեքշաբթի օրը երևի ժամը 1-ին կկարողանամ հանդիպել»։ Եթե մարդը տենց է խոսում, ուրեմն ես գիտեմ, որ գործ ունեմ 100%-ով անարդյունավետ դեբիլ մարդու հետ։ Կասեք կամ բացառություններ, կամ բացառություններ։ Գիտեք ով է բացառությունը։ Ամերիկայի նախագահը, օրինակ։ Օրինակ, եթե Ամերիկայի նախագահը տենց բան ասի, նոր բիզնես ստեղծած մարդը, որի բիզնեսը, ասենք, օրը 5%-ով աճում է, կոորդինացնում է 150 հատ բիզնես։ Եթե այդ տիպի մարդիկ տենց բան ասեն, կասեմ, բայց որ Հայաստանում ապրող շարքային մարդը, որը ունի 365,000 դրամ աշխատավարձ, ու երազում է երբ այդ 365,000-ը դառնալու է 366,000, երբ որ ինքը ինձ ասում է, «Օ, ես հələ մի շաբաթ ժամանակ չունեմ», ուրեմն ես գիտեմ, գործ ունեմ դեբիլ մարդու հետ։ Ինչ եմ անում ես այդպես դեպքերում։ Անմիջապես բլոկում եմ իրան ցմա։ Մի ժամանակ չունի մի շաբաթում, դա դիագնոզ է։ Դիագնոզ։ Այդ մարդը իմ համար բորոտ է։ Նույն վարքյանին ես իրան բլոկում եմ։ Դա հիվանդություն է։ Ես չեմ ուզում այդ մարդու հետ շփվեմ, որովհետև կարող է վարակվեմ, դա վարակիչ է։ Բայց որ գնաս այդ մարդու կողքը այդ մի շաբաթը կանգնես, չէ՞։ Դու կտեսնես, որ իր ժամանակի ծախսած ժամանակի 100%-ը անարդյունավետ է, 100, չեմ ասում 99։ Այդ մի շաբաթվա մեջ մի հատ խելքը գլխին գործողություն չի անում։ Դա աշխարհի ամենաաննասուն մասն է։ Խելացի մարդը գոնե կընդունի։ Գիտեք ինչ, դուք չեք կարող բուժվել, եթե չեք ընդունում, որ հիվանդ եք։ Հնարավոր չի։ Հիվանդությունը բուժելու առաջին քայլը ընդունել հիվանդությունը։ Սրանք չեն ընդունում, որ հիվանդ են։ Չէ, իրանք զբաղված են։ Եվ այդտենց զբաղված ցեխի մեջ, ճահիճի մեջ ապրում են մինչև 85 տարեկան։ Արդյունավետ մարդը զբաղված չի կարա լինել։ Ոնց կարաս դու մարդ 24 ժամվա մեջ դու չունենաս մի ժամ, այսինքն դու 16 ժամ ես աշխատում, 16 ժամ աշխատում է էշը։ Մարդը չի կարա 16 ժամ աշխատի։ Մարդու մկանները 21-րդ դարում էլ ոչ մեկին պետք չեն։ Մարդու ուղեղը պետք է աշխատի։